Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 4։ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանիցը, Մատթեոս 4:4 խոսք։ Եթե Աստված այդպես կամենար, մենք կարող էինք ապրել առանց հացի, ինչպես Տեր Հիսուսը 40 օր ապրեց առանց դրա, սակայն մենք չենք կարող ապրել առանց նրա խոսքի։ Այդ խոսքով մենք ստեղծվեցինք և միայն այդ խոսքով կարող ենք շարունակել գոյություն ունենալ, որովհետև նա իր զորության խոսքով է պահում և հաստատում ամեն ինչ։ Հացը միայն երկրորդական միջոց է, իսկ Տերը հենց ինքն է մեր կյանքի և գոյության առաջին ու հիմնական աղբյուրը։ Նա կարող է գործել թե այդ երկրորդական միջոցի միջոցով, թե առանց դրա։ Ուստի մենք չպետք է սահմանափակենք նրան, կարծելով, թե նա գործում է միայն մեկ ձևով։ Եկեք չափազանց չկապվենք տեսանելի բաներին, այլ մեր հայացքը հառենք անտեսանելի Աստծուն։ Մենք լսել ենք հավատացյալների վկայությունները, որ խոր աղքատության ժամանակ, երբ հացը պակասել է, նրանց ախորժակն է նվազել։ Իսկ ուրիշների դեպքում, երբ սովորական միջոցները սպառվել են, Տերը նրանց օգնություն է ուղարկել բոլորովին անսպասելի կերպով։ Սակայն ամենից առաջ մեզ անհրաժեշտ է Տիրոջ խոսքը։ Միայն դրանով կարող ենք դիմակայել սատանային։ Եթե դա մեզնից վերցվի, մեր թշնամին շուտով մեզ իր իշխանության տակ կվերցնի, որովհետև մենք կհյուծվենք ու կթուլանանք։ Մեր հոգիները սննդի կարիք ունեն և այդ սնունդը հնարավոր է գտնել միայն Տիրոջ խոսքի մեջ։ Աշխարհի բոլոր գրքերն ու բոլոր քարոզիչները միասին չեն կարող մեր հոգիներին նույնիսկ մեկ կերակուր տալ։ Միայն Աստծո բերանից ելած խոսքն է, որ կարող է լիովին կշտացնել հավատացյալի հոգին։